Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 10։ Այնտեղ վախենում են վախով, որովհետև Տերը արդարների ցեղի մեջ է։ Սաղմոս 14-րդ գլուխ 4-րդ խոսք։ Աստծո նկատմամբ այս անաստված վախը մարդկանց ստիպում է իրենց սեփական հորինվածքներն ու գործողությունները ավելացնել Աստծո հայտնված կամքին, որպես նրա զայրույթը հանդարտեցնելու միջոց։ Քանզի ճշմարտությունն այն է, որ որտեղ այս անաստված վախն է տիրում, օրենքին և պարտականությանը վերջ չկա։ Երբ այն մարդիկ, որոնց մասին կարդում ենք 3-րդ Թագավորաց գրքի 17-րդ գլխի 26-րդ խոսքում, առյուծների կողմից կործանվեցին, որովհետև Իսրայելի երկրում կռապաշտություն էին հաստատել, նրանք Բաբելոնից մի քահանա ուղարկեցին բերել, որպեսզի նա նրանց սովորեցնի երկրի Աստծո պաշտամունքի կարգը, բայց ահա, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք դա ճանաչեցին և քահանայից ուսուցանվեցին, նրանց վախը թույլ չտվեց բավարարվել միայն այդ պաշտամունքով։ Տերիցն էլ էին վախենում և իրանց աստվածներին էլ էին ծառայում։ Խոսք 33-րդ։ Եվ դարձյալ, և այս ազգերը Տերիցն էլ էին վախենում և իրենց կուռքերին էլ էին ծառայում։ Խոսք 41-րդ։ Այս նույն վախն էր, որ փարիսեցիներին մղեց հորինելու այնքան շատ ավանդույթներ բաժակների, կճուճների, պղնձե սպասքի և սեղանների լվացման մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ նման բաներ։ Մարկոս 7-րդ գլուխ 4-րդ խոսք։ Ոչ ոք չի կարող իմանալ այն բազմաթիվ վտանգները, որոնց մեջ մարդու կարող է մղել Աստծուց ունեցած այս անաստված վախը, որքան է այն դարեր շարունակ տանջել ու խոշտանգել ծեսապաշտներին։ Քանզի ինչ այլ պատճառ կա, եթե ոչ այս անաստված վախը Աստծուց, նույնիսկ նրանց ամենապարզ ու թվում է ամենաանվնաս ապաշխարությունների մեջ, խաչի մոտ սողալը, բոկոտն ուխտագնացությունը, իրենց մտրակելը, քուրձ հագնելը, այսքան հայրմեր ու այսքան Ավե Մարիա ասելը, քահանային այսքան խոստովանություններ անելը, ներումների համար այսքան գումար տալը և նման բազմաթիվ այլ բաներ, եթե ոչ այս նույն անաստված վախը Աստծուց։ Եթե նրանք միայն կարողանային հավատալ, որ Քրիստոսը հարություն առավ մեր արդարացման համար, նրանց անաստված վախը կվերանար։